Նախորդ տարում Լեհաստանի Տորուն քաղաքի մանկական գեղարվեստական կենտրոնի կողմից կազմակերպված 18-րդ միջազգային մրցույթին մասնակցեց նաև Կապանի մանկական գեղարվեստի դպրոցի 9 աշխատանք։ Միշտ կանաչ, միշտ կապույտ խորագիրը գրող մրցույթին 54 երկրներից 20,915 աշխատանք էր ներկայացվել ճանապարհորդություն թեմայով։ Ինչպես դպրոցի տնօրեն Ստեփան Դավթյանն ասաց, արդյունքներին երկար են սպասել, բայց արժեր։ 9 աշխատանքից 3-ն արժանացել են բարձր կարգի դիպլոմի՝ Դավիթ Նավասատյանը, Լիլիթ Բաբայանը եւ դասատուն Ռաֆայել Արաքելյանը։ 8 ամիս հետո մենք արժանացանք այդ սպասելիքները կատարվեց։ Ինքն էլ նոր տարվա կապակցությամբ բավականին հետաքրքիր ստացվեց, որ դեռ խոր սպասում, մինը հանկարծ հայտնվում է մեր մոտ դիպլոմ։ Արդյունքները գոհացուցիչ են, ասում է Ստեփան Դավթյանը եւ ավելացնում, որ առաջիկա օրերին մասնակցելու են եւս մեկ մրցանակաբաշխության։ Որից շատ գոհ եմ։ Ուրեմն մեկ տարիա մենք սովոր բան ենք անում, մասնակցել ենք մեր այդ 100 ամյակի 1 դար եւ ավելի, որին մասնակցել են 14 աշխատանք, աշակերտ, որից 8-ը անցել են 5 տուրով, այսինքն եկել են հասել վերջնականին։ Այսօրվա դրությամբ 3 օր առաջ մեր բանում դրվեց, որ մենք գիտենք, թե ամեն ինչ կորցրել ենք։ Չնայած ժողովրդի դատին էին ներկայացրել, այսինքն ժողովրդից ձայները հավաքում են, լայք են տալիս, որպեսզի երեխաների լավագույն աշխատանքները գնահատական ստանան։ Ստացել ենք 768 ձայն, երրորդ թե երկրորդ տեղը սկզբից առաջ էին գնում, հետո Ռուզանա մեզ աբգոն արեց, հանրապետությունում երևի Ղափան քաղաքը փայլել է այդ հարումով, որտեղ արվեստի դպրոցն էլ բավականին լուրջ մասնակցություն ունեցավ։ Հիմա մեզ հրավիրել են ամսի 12-ին, ժամը 3-ին, Հուսայն համալսարանը Երևան, որտեղ է, նրա դահլիճում հանձնելու են մեր պարգևները։ Բացի դրանից ունեն եւս մեկ միջազգային մրցույթի հրավեր։ Սա մեր հրավերն է 20-րդ ցուցահանդեսի մասնակցելով միջազգային։ Ասելա, որ այդ միջազգային մրցույթի էլեկտրոն մասնակից աշակերտներին, եթե որակը նույն ձևի կրկնվի, ապա մեր գումարով տեղափոխելու ենք դե մասնակցելու ցուցահանդեսի բացմանը։ Դպրոցում խնդիրները շատ են, որոնցից առաջնահերթ լուծում է պահանջում շենքի ջեռուցումը։ 77 թվից ես աշխատում եմ ստե։ Եկել եմ փեչենք վառում, գնալու եմ փեչեք վառել։ Այդ առաջին, ասիկը ջեռուցումը շատ դժվար է։ Նամանավանդ քանդակի եւ դեկորատիվ առարկան։ Դե օգտագործում է թացկավ, հասկանում եք այդտեղ երեխան մի փոքր աշխատելուց հետո մատերից մերվա ընթացքում սարմակիրում իրում է փիս ցակյամ լեցանում, դաժե արցունքներ լցնում է, ակը ասում կոֆեկ, ես երգիրը դրա համար է։ Վերանորոգում չի կատարվել։ Հեն այս կտանեմ քանդակի դասարան։ Այդ պոլերն էլ մզանա նեղանում էլի, հունց ասիմ, բան են գցել, լինիոլյումա, չէ, այդ լինիոլյումը իրաց հեռացած է։ Դպրոցը նաև հնարավորություն չունի, 27 մետր միջանցքն է, չունենք պատուհան, լույս չունենք։ Հասկանում եք դա ինչ է, երևի հասկանալի է։ Դասարանների քչության համար մենք շատ չարչարվում ենք դասացուցակի վրա։ Դա իմ չարչարանքի համար չեմ անում, մեխանիզմը սովորել եմ, կարողանում եմ անել, որովհետև ասեք գծանկարին պետք է լույս առաջի հերթ տաս, գունանկարը կարելի է գույնային բան անել, հասկանում եք, այս բոլորը մասնագիտական պահ ես անում եմ։ Երկերտ դպրոց ասա, քանի որ մեզ ունենք ընդամենը 5 դասարան, ինչպես տեղավորվեն, այդ դրանք խնդիրներ 51 պլյուս 4 տարեկետում, այդ դրա համար 4 հոգի տարեկետում են վերցրել, չեն կարողանում հասցնեն, բանես պարտադրում ես արդեն ծնողի դիմումնա, որ խնդրում եմ տալ տարեկետում։ Այդպիսի վիճակներ, տեց բաներ մեզ խանգարում է, չունենք պատկերասրահ, եթե մենք մտնենք Գորիսի, Սիսյանի պատկերասրահը, մեր ակադեմիան չունի այդպիսի պատկերասրահ, հունական քանդակներով, մեզ տենց բան պետք չի։ Շատ հաճախ հարց են տալիս, ինչու է աշակերտների թիվը պակասել, ասում է Ստեփան Դավթյանը։ Ինձ շատ ժամանակ հարց են տալիս, դխեա 90 քանի աշակերտ։ Ասում ես ունեցել եմ 146 աշակերտ, որտեղ ունեի ֆիլիալ։ Ամենա 70 հոգին դելա երի 50 քանիստը։
Բախթիրը մեզ տարածքը ռեմոնտի մեջ չի։ Օրինակ այս պահին դիմաղ մարդիկ կային, որոնք խնդրել են եւ մաղումների տեղը իրավունք ունենք տարիքային, բայց քանի որ այդ դասարանը որտեղից մաղում է գնացել, մենք դե չենք կարող լրացնել, եթե լրացնենք 11-12 աշակերտից ավելանում է, մոլբերտների տեղավորությունը սխալ է ալնում։ Այսինքն զննողական տարածքը, որ տեսադաշտը բաց լինի, դասատուն չի կարողանում ճիշտ տեղավորի, որ տեսադաշտը բաց լինի, որ նկարչական պարագաները տեսնի։ Աշխատանքային նյութեր ձեռք են բերում ինքնուրույն, ճիշտ է դժվար է, բայց ոչ անհնար, ասում է պատասխանատուն։ Նյութական շատ լավ է։ Ասեմ, որ 6 ամիս առաջ ես Արզնից տեղափոխել եմ Արզնի քանդակի կավ, միջև այդ օգտագործում ենք մեր իսկ մշակած դեկորատիվ կարմիր կավը, խեցեգործությամբ մենք ենք մշակում, մենացույց կտամ այդ բոլոր պրոցեդուրային հարցերը։ Ասեմ, որ ակադեմիայում Թերեմեզյանից բացի այդ Արզնի կավ ոչ մեկը դպրոցներում չկա, այդ կանաչ կավը։ Հիմա մենք բերել ենք 25 մեշոկ միջեստը կան բերած։ Մշակել ենք կեսը, ունենք քանդակի բոլոր դասարանները ապահոված ենք, ստանոկներ ունենք, ամեն ինչ ունենք։ Դեկորատիվն էլ շատացավ, էլի εμείς կա որ գնաց դեկորատիվի կողմը շատացավ այդ կավը։ Ինչ վերաբերում է նշված խնդիրների լուծմանն, ապա խոստացել են, որ հնարավորության դեպքում կօգնեն։ Ափսոզումս, ջոնդը տանիս, անդադ առաջ տանիս։ 38 տարի է, ինչ Ստեփան Դավթյանը ղեկավարում է այս կառույցը, նաև դասավանդում է։ Նա ամեն օր ցավ է ապրում կրթօջախի խարխուլ հատակն ու առաստաղը տեսնելով, աշակերտների տրտունջը լսելով, երբ անշունչ կավը ծեփելիս սարճում ու կարմրում են նրանց մատները, բայց եւ այնպես աշխատում են, հուսալով, որ իրենց դպրոցի ժամանակն էլ կգա։